Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ապրիլի 12-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է կառուցվող համալիր, տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Նախարարը շրջել է համալիրի տարածքում, դիտարկելով շենքի ներքին եւ արտաքին լուծումները։ Շինարարները ներկայացրել են աշխատանքային եւ օժանդակ սենյակների կառուցման տեխնիկական առանձնահատկությունները։ Արփինե Սարգսյանը կարևորել է շենքի ֆունկցիոնալ հարմարությունները, ծառայողների համար ստեղծվող պայմանները եւ աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։ Շուտով Սևանի ջրափրկարարական ջոկատը կտեղափոխվի նոր վարչական համալիր, ինչը հնարավորություն կտա բարձրացնել արձագանքման արագությունն ու փրկարարական աշխատանքների որակը, նպաստելով հանրային անվտանգության ամրապնդմանը։ Նույն օրը ներքին գործերի նախարարն այցելել է նաեւ ջրային պարեկային ծառայություն, դիտարկելու մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույցի տեխնիկական հնարավորությունները։ Նավամատույցն ապահովում է մոտորանավակների անվտանգ մոտեցումն ու կանգառը ափին։ Նախարարին ներկայացվել են տեղադրման եւ ամրացման տեխնիկական լուծումները։ Արփինե Սարգսյանը շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ սահմանված ժամկետում շահագործման հանձնելու ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Ապրիլի 11-ից 12-ը Ծաղկաձորում անցկացվել է սեմինար քննարկում նվիրված ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության շուրջ հանրային ընկալումներին ու ապատեղեկատվության դեմ պայքարին։ Միջոցառմանը մասնակցել են ներքին գործերի նախարարության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ եւ հանրային կարծիքի առաջատարներ։ Մենք տեսել ենք եւ տեսնում ենք, որ ոստիկանության եւ ներքին գործերի նախարարության ոլորտում բազմաթիվ են ապատեղեկատվությունները, բազմաթիվ են մանիպուլյացիաները, բազմաթիվ են հանրությանը մոլորեցնելուն ուղղված գործողությունները եւ առհասարակ հիբրիդային սպառնալիքների սահմաններում մենք տեսնում ենք, որ կա տենց ապահովության բացակայության տպավորություն ստեղծելուն ուղղված գործողություններ։ Եվ այս կոնտեքստում մեր համար շատ կարևոր էր, որպեսզի հանրային կարծիքի առաջատարները, որպեսզի լրագրողները կարողանան առաջին ձեռքից ինֆորմացիաներ ստանալ եւ հստակ փաստահեն տեղեկություններ ունենան ոլորտի հետ կապված։ Սեմինար քննարկման բանախոսներն էին ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանն ու Արմեն Ղազարյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանը, պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը, ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը եւ քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։ Նրանք ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում կիրառվող մոտեցումները, ճշգրիտ տեղեկատվության ժամանակին տրամադրման եւ հանրային իրազեկման տեսանկյունից կարևորելով ներքին գործերի նախարարության դերը։ Մեր օրերում ապատեղեկատվությունը քաղաքացու համար օրախնդիր է, որովհետև ինչպես գիտենք, այն ազդում է մարդու որոշումների կայացմանը, հանրային ընկալումներին եւ առհասարակ քաղաքացու տրամադրվածությանը եւ մանավանդ ներքին գործերի նախարարությունը, որը ունենալով բազմավեկտոր ուրեմն գործունեության մանդատ, մենք տեսնում ենք շատ դեպքերում հայտնվում է կեղծ լուրերի, կեղծ խոսույթների թիրախում։ Հանրային դերակատարները բավականին մեծ ազդեցություն կարող են ունենալ եւ մենք ակնկալում ենք, որ նաեւ այսպիսի քննարկումների արդյունքում եւ տեղեկացվածության մակարդակի բարձրացման արդյունքում նաեւ այդ հանրությանը ապատեղեկատվություն զերծ պահելուն ուղղված ջանքերը լրագրողների, բարեխիղճ լրագրողների եւ հանրային կարծիքի առաջատարների ավելի էֆեկտիվ կլինեն։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցավորության դեմ պայքարի, կոնկրետ դեպքերի վերլուծության, ՀՀ վիզաների ազատականացման, հաշվառման քննական ծառայությունների մատուցման, կադրերի պատրաստման եւ այլ ոլորտների վերաբերյալ հարցերին։ Բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, անելիքներ եւ արկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլեր։ Շատ ինֆորմատիվ սեմինար էր, հնարավորություն կար ոչ միայն խնդրահարույց հարցեր բարձրաձայնելու, այլև դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկումներին ծանոթանալու։ Շատ կարևոր են այս օրինակ հանդիպում քննարկումները, որոնք վերջնարարությունքում միտված են ճշգրիտ տեղեկատվական պատկեր ունենալուն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ նաև որպես քաղաքասարակության ներկայացուցիչներ, որպես զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ներսից կարող ենք բարձրաձայնել հարցեր, ստանալ պատասխաններ հենց նախարարության առաջին դեմքերից։ Սեմինար քննարկումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող հաշվետու արդյունավետ եւ գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԵԱՀԿ-ի կողմից։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սյունիքի մարզի բնակիչը Երևանի իր բնակության վայրում տարբեր քիմիական նյութերի միջոցով պատրաստում էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Մարտի 25-ի երեկոյան մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում 32-ամյա տղամարդը թմրամիջոց ապօրինից ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է եւ Նորագյուղ թաղամասի 46-ամյա բնակչի հետ միասին տեղափոխվել է Նոր-Նորքի բաժին։ Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է ապակե կոլբա, մոխրացած հետքերով, մարիխուանայով լցված գլանակ, ֆենազեպամ գրառմամբ հոգեմետ դեղահաբ եւ ծալովի դանակ։ 32-ամյա տղամարդը ներկայացվել է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի 2 եւ մեթամֆետամինի 1 փաթեթ, ինչպես նաեւ թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված հեղուկային զանգվածներով լցված 2 տարա, 168 եւ 238 գրամ քաշերով։ Ըստ նրա հայտարարության, այդ հեղուկի սինթեզման միջոցով ստացել է մեթամֆետամինի բյուրեղանման զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ապրիլի 8-ից 3-ը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 տղամարդ Տերեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին եւ դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 12:35-ին Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ 2 երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վեճը, ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։ Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում Nissan Magnus-ի մեքենայով 3 տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս եւ վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին, նետել վարորդի վրա, պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայոյանքներ հնչեցրել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա եւ Խաղաղդոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին ժամը 21:40-ին երեքն էլ ներկայացել են բաժին եւ ձերբակալվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ապրիլի 14-ին 14:40-ի սահմաններում 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնացել է աշխատակիցներից մեկին։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ 62-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ապրիլի 10-ին համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի կազմակերպել է հովաշների մարտեր, ինչը որակվում է որպես դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկտեցին Նորաբաց գյուղի Դաշտամիջյան հատված, որտեղ այնթափ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը իր 2 հովաշների միջև մարտ էր անցկացնում։ Մարտը կանխվեց, իսկ 31-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին, որտեղ ընդունեց արարքը։ Կազմված փաստաթղթեր ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։